Ողջույն հարգելի հետևորդներ, ես այսօր առիթ ունեցա մայրաքաղաքի տրանսպորտից 3 անգամ օգտվելու, դե ովքեր չգիտեն ասեմ, 9%-անոց Տիգրան Ավինյանը հրահանգեց, որ պետք է վարորդները ոչ միայն վարորդ աշխատեն, այլ նաև հսկիչ աշխատեն։ Մենք գիտենք, որ այս իշխանությունը լարվածություն ստեղծելու համար ոչինչ չի խնայում։ Այսօր 3 նստած տրանսպորտներում վարորդների եւ մարդկանց միջև անընդհատ թեժ վեճեր է եղել, որովհետեւ վարորդները չեն բացում երկրորդ դուռը, բացում են միայն առջևի դռները։ Այն ճանապարհը, որ սովորաբար անցնում ենք 20-25 րոպեում, հիմա անցնում ենք 40 րոպեում։ Մարդիկ դժգոհում են, վարորդներն էլ ասում են, որ 9%-անոց Ավինյան Տիգրանը հրահանգել է այդպես աշխատել, փող հավաքագրել, որովհետև սրանք պրավալի իշխանություն է, սրանք ոչինչ չեն կարողանում անել, գիտեն, որ հիմա դարձնում են 150, հեսա պետք է իրանց գրպաները շատ լավ լցվի, այդպես չէ, եւ այս մարդիկ որոշել են հիմա վարորդների ու մարդկանց միջև որքան հնարավոր է լարվածություն ստեղծեն, այն պարագայում, երբ Տիգրան Ավինյանը, ես հիմա խնդրում եմ ավականու անդամներին ինձ ուղարկել այդ տեղեկատվությունը, թե Տիգրան Ավինյանը անցյալ տարի որքան գումար դուրս գրեց հսկիչների համար, մենք գիտենք, որ այդ հսկիչները մի հատ սեպտեմբերին են մտել տրանսպորտ եւ եւս 1-2 անգամ, եթե ես չեմ սխալվում, 270 միլիոն դրամ էր։ Հիմա դիմում եմ քեզ, Տիգրան Ավինյան, ինչ եղավ այդ 270 միլիոն դրամը, որը դուք նախատեսել եք հսկիչների համար, եւ ինչու եք վարորդներին դարձրել հսկիչ։ Չէ՞ որ վարորդները առավոտյան ժամը 6-ից 7-ից մեքենայի ղեկին են Երևանի այս սարսափելի խցանումների մեջ մինչև կես գիշեր։ Հիմա ինչու եք դուք այս մարդկանց թիրախավորում, ինչու եք դուք, եթե չեք նստել, Տիգրան Ավինյան, քո քաղաքապետարանի կազմով բոլորիդ հրավիրում եմ, եկեք նստեք մի տրանսպորտ, մի ակետից բեկետ տեղափոխվեք ու տեսեք, թե այս վարորդները 50 հոգու փոխարեն 100-100-ից ավել մարդ են տեղափոխում։ Մտեք ու տեսեք դուք ինչ եք սարքել ու հիմա այս լարվածության մեջ դուք այդ վարորդներին ասում եք, որ պետք է մի հատ էլ հսկիչի դեր տանեն։ Ինչ արեցիք դուք հսկիչների համար նախատեսված գումարը։ Ինչու բոլորը քաղաքակիրթ երկրների նման չեք վճարում հսկիչներին, որոնք մտնեն տրանսպորտ ամիսը 1, 2, 3 անգամ եւ իրենց ֆունկցիան իրականացնեն։ Աշխարհի որևէ երկրում չկա մի տեղ, որտեղ վարորդը նաև հսկիչ է աշխատում։ Սա կարող է աշխատել միայն Երևանի նման 9%-անոց քաղաքապետ ունեցող մայրաքաղաքում, եւ ես երբ ժամանակին Տիգրան Ավինյանին ասում էի պետք է հանձնաժողով ստեղծել, քեզ ներգրավել Գինեսի ռեկորդների գրքում, որովհետև Տիգրան Ավինյան, աշխարհում չկա մի մայրաքաղաք, որտեղ մայրաքաղաքը ղեկավարի 9% ձայն ստացած է։ Այդ դուք ինչքան ձայն եք ստացել, այդ որակել դուք Երևան եք ղեկավարում։ Ես ձեզ հորդորում եմ, դադարեցրեք վարորդների եւ բնակիչների միջև այս լարվածությունը, որովհետեւ յուրաքանչյուր վարորդ առաջին հերթին պատասխանատու է այդ բնակիչների կյանքի համար եւ ոչ թե փողեր հավաքելու համար։ Դադարեցրեք վարորդներին ձեր համար հսկիչ օգտագործելուց։ Եվ նորից դիմում եմ Երևանի ավականու անդամներին, խնդրում եմ հետաքրքրվեք, այդ տեղեկությունը հրապարակային դարձրեք, թե 270 միլիոն դրամը, որը նախատեսված էր, ես գուցե մի քիչ սխալ եմ թիվը հիշում, որը նախատեսված էր հենց հսկիչների համար, որտեղ է ծախսվել այդ գումարը, կա արդյոք, եւ եթե կա, ինչու հսկիչները չեն անում իրենց գործը, որ վարորդներն են փորձում հսկիչի դեր իրականացնել։ Ես ժամը 5:30-ա, 5:20-ա Տիգրան Ավինյան, քեզ հրավիրում եմ մետրո բարեկամության մոտ եմ։ Արի հիմա այն կանգար փորձի նստել որևէ տրանսպորտ ու մի հատ էլ այդ վարորդինը տրանսպորտները հիմա անցնում են 1:60։ Արի ու փորձի այդ վարորդների փոխարեն մի երկու կանգար գնալ
ու մի հատ էլ հսկիչի դեր տանել։ Բավական է մտնեք մարդկանց գրպանը ու մարդկանց էլ ամեն ինչի փոխարեն աշխատացնեք, որպեսզի նրանց աշխատավարձ տաք։ Ես վստահ եմ, որ այնպես է խոսվել վարորդների հետ, որ իրենք մտածում են, որ իրենց աշխատավարձը կկորցնեն։ Այլապես ինչ է նշանակում կանգառում կանգնել, բոլորը ներս են բարձրանում մի կանգառից, հետո նոր բացում է երկրորդ դուռը վարորդը, որպեսզի այդ կանգառից կամ իջնեն կամ բարձրանան մարդիկ։